Հուսով եմ իրար հասկացանք։ Հասկացա, քեռի։ Ամեն ինչ քո սրտով կլինի։ Բարեցես։ Բարև Միքո ջան։ Վերջ։ Ազատ ես։ Գնա ու ամեն ինչ անես կազմակերպի, որ ուշադրություն չգրավես։ Հենց հիմա։ Հասկացա, քեռի։ Քեռի, տենց ճիշտ չի։ Դա ես եմ որոշում։ Իսկ համոզված ես, որ հետո չես փոշմանելու։ Հայկ, վերջ։ Էս ինչ հաշիվ է։ Կարևոր չի։ Սոնայի հետ է կապված։ Քեռի, ես գիտեմ, որ դու հիմա ամեն ինչ ուզում ես անես, որ Սոնային հետ բերես տուն։ Դրա համար է հարցնում եմ։ Հա, հենց այդ հարցով է կաչի գորին։ Եթե Սոնան իր կամքով չի գալու ես տուն, արդեն ուժով եմ բերելու։ Ինչքան է սխալ լինի, իմ երեխեն է։ Ինքը ոչ մի բան չի ասում, բայց պարզ է, որ այդ տանը իր կյանքը ապահով չի։ Քեռի, մի քիչ հեռուն շատ չես գնում։ Ես էլ եմ էլի այդ ասում։ Հիմա դուք ինձ պետք է սովորացնեք արա։ Քեռի, զանգի ասա, որ գորը ոչ մի բան չանի։ Չհասկացա։ Քեռի, զանգի ասա, ես քեզ կբացատրեմ հետո։ Արա հիմա ես կյանք ես բացատրելու, ես չգիտեմ ինչ եմ անում։ Քեռի, ես էկոպես ուզում եմ, որ Սոնեն գա։ Հետ գա էս տուն, բայց հիմա չենք կարա։ Ավելի ճիշտ այդ սխալ է։ Ինչի՞։ Դե որովհետև Սոնան հղի է։ Հիմա ամեն ինչ պարզ է, չէ՞։ Քեռի, զանգի գորին ասա, թող ոչ մի բան չկազմակերպեն։ Դու փրկեցիր իմ ընտանիքը։ Ու ես քեզ անսահման շնորհակալ եմ։ Հատկապես հիմա, երբ ներսումդ վրամի ժառանգն ես կրում։ Ու ես հույս ունեմ, որ այն արժեքները, որ դու ես կրում, կփոխանցես այդ երեխուն։ Ես տեսնում եմ, որ դու կազգածանքով ես լսում այն ամեն ինչ հիմա ասում եմ քեզ։ Հույս ունեմ, որ ժամանակը ամեն ինչ կհարթի ու ամեն ինչ կկարգավորվի։ Ես ես արդեն ասել եմ, բայց եւս մեկ անգամ կասեմ։ Այս տանը ապրել իմ համար շատ մեծ փորձություն է եղել։ Ու հատկապես այն պահից սկսած, երբ իմացա, որ ձեր ամուսինն է սպանել Միքոյի ու Հայկի պապային։ Ընդունում եմ շատ լավ տարբերակ էր, որ ամեն ինչ իր տեղ անգներ, որ արդարությունը վերականգնվեր ու բոլորը հայտնվեին այնտեղ, որտեղ պետքա լինեին, բայց այս թշնամանքի, ձեր տված վիրավորանքի ու իմ ապրած ցավի մեջտեղում վրամն է կանգնած, ում ես ամեն ինչից ու բոլորից շատ եմ սիրում։ Ես չեմ լռել նրա համար, որ ես լավն եմ կամ դուք այդքան էլ վատը չեք։ Չէ, ես լռել եմ նրա համար, որովհետև չեմ ուզել վրամի ցավերի վրա եւս մեկը ավելացնել։ Իմ լռության, համբերության ու ուժի հետևում կանգնած այն սերը, որ ես զգում եմ ձեր տղայի հանդեպ։ Քո խոսքերը մենակ ուրախացնում են ինձ, որովհետև չկա ավելի լավ բան ծնողի համար, քան այն գիտակցումը, որ իր երեխեն երջանիկ է ու սիրված։ Ամեն դեպքում ինչի համար որ հարել ես, ես քեզ շնորհակալ եմ։ Շատ։
Քերի, ես հասկանում եմ, որ դու ուրիշ պլաններ ունեիր, բայց նենց հաստատվում, որ կյանքն էլ ուրիշ պլաններ ուներ։ Ու հիմա լավ նորություն է, պետք չի տենց տրամադրվել։ Քերին էլ է պետք հասկանալ։ Թոռը ունենալու, բայց չի կարողանալու տեսնի։ Ոչ մենք ենք գնալու այդ տուն, ոչ իրանք են գալու։ Ինչ հետաքրքիր է չէ կյանքը։ Նարենը Սոնանը երեխա են ունենալու ու այդ երեխեքը այս տանը անդամել են։ Բայց ստացվում է նենց, որ մի կողմը պակաս է լինելու։ Ու ամենավատը գիտեք որն է։ Որ ոչ մենք ենք որոշել այդ, ոչ այդ երեխեքը, մեր փոխարեն որոշել են։ Հայկո իսկ նարե հետ միանալու ցանկություն չունես։ Փորձը ցույց է տալիս, որ ցանկություններն ու էմոցիաները խանգարում են որոշումներ կայացնելու մեջ։ Դրա համար պիտի մտածված գործես։ Այսինքն ուզում ես, բայց չես միանալու։ Միկո իմ ու Նարեի թեման փակ է։ Նարեն կունենա երախուն ու մենք կմեծացնենք, բայց առանձին։ Բայց սիրում ես չէ Նարեին։ Լալա։ Դուրը բաց էիք թողել դրա համար ներս մտա։ Բան ա եղել ինչ-որ։ Մեզ մենակ կթողնեք։ Արի Միկո։ Սոն, Նարե, բարև, ոնց ես։ ես պիտի զանգեմ հարցնեմ ոնց ես, դու ես չէ զանգել։ Ինչ տարբերություն։ Լավ եմ, ճիշտ է, այստեղ ինտրիգները չեն դադարում, բայց ինձ ավելի լավ եմ զգում։ Դու ոնց ես։ Ես լավ եմ։ Բայց դու հիշում ես, չէ, որ բժշկի տված թուղթը իմ մոտ է, որով պետք է երախու սեռը իմանաս։ Չէ, չեմ մոռացել։ Դե ուզում եմ հանդիպենք ու այդ թուղթը քեզ փոխանցեմ, որովհետև այդպես էլ չկարողացա կազմակերպել այն միջոցառումը, որ ուզում էինք։ Ու ուզում եմ քեզ տալ, որ դու բացես։ Գիտեմ, որ այստեղ չես ուզում գալ, դրա համար քեզ ավելի հարմար կլինի տեղ ու ժամ ասես ինձ։ Սոն, պապան լավ է։ Լավ է, այդ մասին էլ կխոսենք։ Լավ, հասցեք ուղարկեմ։ Լսում եմ, պարոն Ադեման։ Ուրեմն հիմա ուշադիր ինձ լսի։ Չգիտեմ ոնց ես անում, զանգում ես Արմոյին, մի ձև կապի ես դուրս գալիս, հետո ասում ես, որ շատ լուրջ խնդիրներ կան օֆիսում ու ինքը պետք է։ Կամ չգիտեմ, նենց բան ես հորինում, ասում, որ իրա շահերից բխի ու գա օֆիս, հասկացար։ Պարոն Ադեման, մենք բավականին երկար ժամանակ փորձում ենք կապ հաստատել Արմոյի հետ, բայց չենք կարողանում։ Համարն անհասանելի է, իսկ սոցկայքերում վաղուց չկա։
Աբո ես քո օգնության կարիքն ունեմ առավել քան երբևէ։ Երեխես չկա։ Սաթիներ եկել իմ համար, ասում էր, որ երեխես փախել է, գողացել եմ, բայց ես չգիտեմ թե ուր է։ Ես չգիտեմ ուր է գնացել երեխան։ Ինքն ինձ պարզ ասել է, որ երեխուս չի ուզում պահի։ Երևի այնքան վատ է վերաբերվել, որ տնից փախել է ու Աստված գիտի թե ուր է։ Ես պիտի այն օրը քեզ չլսեի, պիտի մոտենայի ու վերցնեի երեխուս։ Աբա խնդրում եմ քեզ։ Ես գիտեմ, որ քո համար ընդհանրապես խնդիր չի երեխուս գտնելը։ Քո բոլոր կապերն օգտագործի ու խնդրում եմ գտի երեխուս։ Աղաչում եմ քեզ։ Հիմա ինքը դրսում է, կարող է վտանգի մեջ է։ Ինքը 5 տարեկան էլ չկա, խնդրում եմ։ Գիտեմ, որ դու ինձ կկարողանաս օգնել, ասա, որ կօգնես։ Ես ոչինչ անել չեմ կարող։ Չհասկացա։ Աբո ինքը շատ փոքր է, խնդրում եմ, անսիրտ մի եղի։ Իմ երեխեն 3 մահվան ու կյանքի կռիվ էր տալի հիվանդանոցում։ Ու գիտես ում պատճառով, աղբորը թեթև ձեռքով։ Ես հասկացա։ Երևի մտածում ես Հայկին ասել եմ իր հոր հետ կապված իրական պատմությունը, դրա համար չես ուզում ինձ օգնել։ Ես վատ վիճակում եմ այդ պահին, ես չեմ մտածել, ես ուղղակի գործել եմ։ Լալա, գիտես, որ ես Սոնային այս տուն բերելու 1000 մի ծրագիր եմ մտածել։ Բայց հանկարծ իմանում եմ, որ հղի է։ Հիմա չգիտեմ ուրախանամ, որ թոռ եմ ունենում, թե վախենամ։ Աղբերդ մենակ իր շահը գիտի, ուրիշ ոչ մի բան։ Այնպես որ գնա եւ մոռացես տան ճանապարհը։ Այս տան մեջ քեզ համար օգնություն չկա։ Սոն, Այնքան ուրախացա, որ ուզեցիր տուն գալ։ բոլորը տանն են։ Բոլորը բացի վրամից։ Բարե։ Բոլես։ Ինչ լավ ողորեք իրես։ Բա ճամփրու կտուրը։ Մամ, ես հետ չեմ եկել, ուղղակի Հյուր ես եկել։ հա հյուր եմ եկել։ Լավ ես արևոր եկել ես, բայց արդար չի, որ քո տուն որպես հյուր ես գալիս։ Արի ես թեման չբացենք, հա նորից։ Եկեք ես գնամ պապայդ ասեմ, որ եկել ես։ Հա? Չէ, պետք չի տուն, դեղ գնա Սոնա ջան։ Ինչի։ Դե ինձ ճիշտ հասկացի։ Հիմա սակուն են վիճակում չի, որ դու գնաս ու իր հետ մի սենյակում մնաս, խնդրում եմ։ Հա, փաստորեն դու վախենում ես, Սոնային չես թողնում, որ գնա պապայի մոտ։ Ինձ էլ համոզում ես, որ հետ գա։ Սոված չես։ Չէ, ախորժակ չունեմ։ Սոնա ջան, եթե դու սոված ես, ասա, սիրտդ ինչ ա ուզում, ես կպատրաստեմ։ Չէ, շնորհակալ եմ։ Ես հեսա թե կպատրաստեմ մեր համար։ Չէ, պետք չի, ես կդնեմ։ Համ էլ համով թխվածք եմ թխել։ Էս իմ մաման էր։ Չհասկացա ինչա փոխվել, կարող է պապայի դեղին նախմել մի բան ինչի հետ է, կամ հիշողությունը կորցրել է։ Ոնց որ ին գնալուց հետո ձեր հարաբերությունները կարգավորվել է, հա։ Դե իմանայի մի օր շուտ կգնայի։ Արդեն իրար հետ գաղտնիքներ ունեք։ Դե դրա համար էլ ասում էի, որ հանդիպենք, որ այդ գաղտնիքները քեզ էլ ասեմ։ Արի գնացինք։ Սոն, ինչ ես ասելու, ահա որ անհամբեր եմ։ Արի նստի։ Էս քոննա։ Ճիշտ է, ես շատ էի ուզում, որ մեծ ու սիրուն միջոցառում կազմակերպեի, բայց
Չստացվեց։ Չնայած ուզում էի այդ ամենը նկարենք ու հետո քո ճուտիկը տեսներ, թե ինչքան շատ ենք մենք իրան սիրում, նույնիսկ չծնված ժամանակ։ Դե հա, բայց իրականում մեր ձեռքում ոչինչ չկա։ Ճիշտն ասած մի պահ մտածում էի քո ծրարը չտամ ու սպասեմ իմն էլ վերցնեմ, միասին սիրուն երեկույթ կազմակերպենք, բայց հասկացա, որ մի քիչ ռիսկային է։ Ինչ։ Մի րոպե, ճիշտ հասկացա։ Հա, հղի ես, հա։ Չգիտեմ։ Սոն շատ ուրախ եմ, անկեղծ եմ ասում։ Չգիտեմ էմոցիաներս ոնց արտահայտեմ։ Շատ ուրախ եմ։ Ես էլ, բայց ինչ ենք սենց հուզվում։ Դե, հղիությունից եք սովորես։ Այ հիմա մամայի վերաբերմունքն էլ հասկացա։ Ես չեմ արդարացնում իմ արարքը, բայց մեր դեպքերը շատ տարբեր են։ Ես ինչի պետք է օգնեմ Սակոյի քրոջը։ Հենց նոր հիշեցիր, որ ես Սակոյի քույրն եմ։ Սխալ էր իմ այստեղ գալը։ Սխալ էր ակնկալելը, որ դու տարբերվում ես մյուսներից։ Լալայից էլ շահ չկա, ուրեմն ով է Լալան։ Ու հանկարծ չմտածես, որ դու անփոխարինելի ես կամ ամենակարող, որովհետև ես եմ թույլ տվել, որ դու քեզ այդպիսին զգաս։ Իսկ իրականում մենք երկուսս էլ իրար օգտագործել ենք մեր շահի համար։ Մնաս բարով։ Նստի բալես, համով թխվածք եմ թխել, համել նարեն է եկել։ Նարեն։ Նորմալ է ամեն ինչ։ Հա, նարեն էլ է լավ, Սոնան էլ է լավ, ամեն ինչ կարգին է։ Բա պապան ուր է։ Պապան սենյակում փակվել է։ Ռամ ահավոր անհանգիստ եմ իր համար։ Չգիտի չէ Սոնայի մասին։ Չէ, հոգիս չէ որ ասեմ։ Մարդ չգիտի, եթե հանկարծ իմանա, մի հատ էլ այդ երեխու մեջ իր մեղքը տեսնի։ Ճիշտ է։ Ինչքան ուշ իմանա, այդքան Սոնան էլ երեխան էլ ավելի ապահով կլինեն։ Մի տեսակ անտրամադիր ես։ Չէ, մամ, ուղղակի ջղայնացած եմ։ Ինչ է եղել։ Ռամ, բարև։ Ոնց ես։ Շատ լավ եմ, շնորհավորում եմ։ Սոնան նոր ասաց չես պատկերացնում, ոնց եմ ուրախացել։ Նարե ջան, արի հետս խոհանոց, հա։ Ես արդեն պատկերացնում եմ ոնց են իրար հետ մեծանալու։ Նարե։ Չա, մամա, տպավորություն է, որ չես ուզում խոսեմ։ Ոչ թե չի ուզում որ խոսես, այլ չի ուզում իմանա, որ ես գիտեմ Սոնայի հղիության մասին։ Շնորհավորում եմ վրա։ Դու մեղավոր չես, որ ուզում ես պաշտպանել ընտանիքդ ինձնից, վախենում ես ընտանիքիդ համար։ Եթե չես ուզում տղա ջան, ես Սոնայի հետ նույն տարածքում չեմ հայտնվի երբեք։ Բայց ուզում եմ իմանաք, որ եւ քո, եւ Նարե երեխան շատ կարեւոր են ինձ համար։ Ես կաղոթ եմ ձեզ համար, ձեր երեխեքի համար։ Ու թող չստացվի այնց, որ ձեր երեխեքը երբևէ ամաչեն ձեզ համար այնց, ոնց որ դուք եք ամաչում ինձ համար։ Շատ կաղոթ եմ, վրամ, որ հանկարծ այնց չստացվի, որ ինձ նման չզգաք ու իմ օրը չընկնեք, երբ տանդ պատերի տակ
կարևոր իրադարձություն շշուկով են խոսում, որ դու հանկարծ չլսես այդ ամենը։ Երբ որ ծնող դառնաք, այն ժամանակ նոր կհասկանաք ծնողին։ Թող տա Աստված, որ դու երբեք չհասկանաս ինձ վրա։ Բաբ, ես Պետք չի, տղա ջան, պետք չի արդարանալ։ Դու խելացի տղա ես, ճիշտն էլ ես հասկանում, սխալն էլ ես հասկանում։ Ես անչափ ուրախ եմ, որ Աստված որոշել է իմ տուն միանգամից 2 պարգև ուղարկել։ Շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ շատ։ Կուզեք ձեր համար էլ թե պատրաստ եմ։ Չէ, ես գնամ, դուք նստեք, խոսեք։ Պապ, չէ, էլի խնդրում եմ, կլինի չգնաս։ Ես շատ կարճ ժամանակով եմ եկել։ Մնա մեր հետ, հա, մեր հետ ժամանակ անցկացրու։ Մամ, Հա ջան, ես քո հայացքը նկատեցի ինչ-որ բան է եղել։ չէ, ոչ մի բան։ Հեսա թեյն է կլինի, կբերեմ։ Չես վստահում պապային։ Ես նման բան ասեցի, բալես ես կտանես։ Այս Սոնայի սիրած թխվածքն է։ Եթե իմանայի, որ դու ես գալու, քո սիրած թխվածքն է կպատրաստեի։ Պարտադիր չի, որ բառերով ասես։ Հայացքիդ մեջ ես այդ նկատեցի։ Իսկ ինչ որ մեկը իրավունք ունի ինձ մեղադրելու դրա մեջ։ Իսկ ես չեմ էլ մեղադրում քեզ։ Պապան մեզ շատ է խաբել։ Բայց կան կապեր, որ ոչ խաբեություն են ճանաչում, ոչ էլ մեղք։ Ես ինչքան էլ հիմա ձեր հետ չեմ ապրում, մեկը ամբողջ օրը ձեր մասին եմ մտածում ու պապայի մասին։ Գիտեմ, որ երեխուս համար եմ գնացել, բայց մեկը ինձ վատ եմ զգում, որ հորս այս վիճակում մենակ եմ թողնում։ Դե ամեն մեկս պաշտպանում ենք նենց, ոնց որ կարողանում ենք։ Թող ես թվամ կասկածամիտ ու վատ մարդ, բայց ես իսկապես չեմ հավատում հորդ։ Գիտես, մենք 30 տարուց ավելի միասին ենք ապրում, բայց այս վերջերս ես ամեն օր բացահայտում եմ իր մեջ ունենց բաներ, որ ընդհանրապես կուզենայի չիմանալ։ Իր առողջական ու հոգեկան վիճակը հիմա այնքան անկայուն է, որ ոչ մեկս չգիտենք, թե որ պահին նոպան նորից կսկսվի։ Ու այդ ժամանակ ում կվնասի։ Քեզ թվում է իմ սիրտը քարից է, որ ես չազդվեցի հորդ խոսքերից, չեն արե։ Իմ սիրտն էլ է ցավում հորդ համար։ Բայց այս պատմությունը հակառակ կողմն էլ ունի։ Ուղղակի ես հիմա չեմ ուզում ձեր ու հորդ հարաբերությունների մեջ կանգնել ու հիմա նոր ինչ-որ խնդիրներ ստեղծել։ Դու մտածում ես ուզում ես վստահություն ձեռք բերել։ Եթե նույնիսկ մի կողմ դնենք այն պահը, որ Սոնան Աշոտի ընտանիքից է, այդ աղջիկը Աբոյի աղջիկն է, ում հետ հերդ լրիվ ուրիշ խնդիրներ ունի։ Թող ինձ Աստվածների, եթե տենց չի, բայց ես
Չեմ հավատում հորդ։ Հատկապես հենց այս տեսարանից հետո։ Չեմ խանգարում։ Շատ ինստի։ Այդ լալան ինչի էր եկել։ Երեխու համար։ Երեխու համար կոմոդ էր եկել։ Հա, կորել էր երեխեն։ Խնդրել էր, որ օգնի։ Հայաստանում, Իսկ օգնելու ես։ Չէ, դրա համար էլ չեմ օգնելու, ես իմ պատճառներ ունեմ։ Ես դու գիտեր, որ Լալա երեխոնը Կարոյ է։ Քո հորն չի մոռացել, դեռ սիրում է։ Հենց այդ է պատճառը։ Որ ուզում է գնա երեխուն գտնի ու հետ բերի։ Համ այդքանն ասում ես, համ էլ ասում ես, որ չես օգնելու։ Տարօրինակ է։ Ես քեզ նոր ասեցի, ես իմ պատճառները ունեմ։ Մեկո, ուզում եմ գնամ Սոնայից տուն։ Համել կշնորհավորեմ, ինչ կասես։ Ինչ պետք է ասեմ։ Լսի, դե հիմա այդ երեխան ծնվելու է, հոտ ենց չեք մնալու, չեք գնալու, գաք դիմանալու եք։ Դե պարզ է, որ չենք դիմանալու։ Մի հատ բան եմ ուզում ասեմ, բայց նորմալ բան եմ ուզում հարցնեմ։ Կարելի է։ Հա, ասա Լիլիթ։ Եթե օրինակ վրամի փոխարեն լինեիր դու, քո պապայի կողքը չէիր կանգնելու։ Այսինքն։ Էլ ինչ այսինքն, ոնց կա տենց հարցս տալիս եմ։ Հիմա որ այս խնդիրները լիներ քո պապայի հետ, դու քո պապայի կողքը չէիր կանգնելու ու հաշվի առեն, որ վրամը չգիտեր, որ իր պապան այդ ամեն ինչը արել։ Ուզում եմ հասկանամ խոսակցությունը ուր է ստանում։ Հիմա է վրամի փաստաբանն ես դառել։ Չէ, ես ոչ մեկի փաստաբանն էլ չեմ, ուղղակի արի ճիշտ նայենք ամեն ինչին։ Նարեն Հայկից է երեխա սպասում, Սոնան վրամից, ու այդ երկու երեխեքը որ ծնվեն, ես չեմ ասում բարեկամներ դարձեք, հարազատներ դարձեք, բայց այս թշնամանքին էլ պետքա վերջ տակ, չէ։ Լիլիթ, ուղղակի դու չես պատկերացնում ենք ինչի միջով ենք անցել։ Ինչ փորձությունների միջով ենք անցել ու դու այստեղ ենք։ Դու նենց հեշտ ես խոսում այդ թշնամանքը մոռանալու մասին։ Ախր էդի մոռանալու բան չի, հասկանում ես։ Այդ մեր անցյալն է։ Այդ ոչ լինելու այդ ջնջել, ոչ էլ մոռանալ։ Հա, բայց քեզ ոչ մեկ չի ասում ինչ-որ մի բան մոռանաս։ Ուղղակի արի ճիշտ նայենք այս ամեն ինչին։ Այդ երկու երեխեն ձեր կապող օղակն են դառնալու, ձեր ընտանիքների լույսն են, այսպես ասած, լինելու։ Իրանք չպետք է այդ տանջանքները շարունակեն։ Հակառակը,
Իրանք մեղավոր չեն ճիշտ այնքան, ինչքան որ դուք մեղավոր չեք եղել անցյալի մեջ։ Դու, Հայկը, Նարեն, Սոնան, դուք էլ չէ մեղավոր չեք եղել ինչ ա եղել անցյալում։ Նույն ձև այս երեխեքին պետքա ազատեք այդ տանջանքից։ Ես ամեն ինչ հասկանում եմ։ Ուզում ես բարկացի, ուզում ես ջղայնացի, նեղացի, բայց ես միշտ ասում եմ այն ինչ որ մտածում եմ։ Պապ, ես չեմ ուզում իրար սխալ հասկանանք։ Բայց դե անենց չի, որ միշտ գաղտնի էինք պահելու։ Անցի այդ թեման վրա։ Պապ, էլի կանցնեմ։ Բայց անի ամեն դեպքում իրար էլ չխաբենք, էլի։ Դու գիտես, որ ես վախենալու, անհանգստանալու պատճառ իրոք ունեմ։ Նարեի երեխու պահը դու շատ ծանր տարար, որովհետև Հայկից էր այդ երեխեն։ Հիմա իմ երեխեն էլ Հայկի հետ կապ ունի, ու ասեմ ավելին, աբոյի թորնա, ու ստացվում է անենց, որ էլի քո թշնամին է, պապ։ Ես չեմ ուզում հասնենք նրան, որ ես էլ Սոնային վերցնեմ ու ավելի ապահով տեղ տանեմ, պապ։ Այն ինչ որ դու հյուրասենյակում ասեցիր, ես ինչքան էլ հասկանամ, մեկ է, դրանից անհանգստությունս չի անցնում։ Բայց մեղքի զգացումն է շատանում։ Պապ, եթե Նարեի դեպքում մենակ երեխեն էր, ստեղ համ երեխեն է, համ էլ Սոնան։ Կներես, որ այսքան անկեղծ եմ, ուղղակի արդար չէր լինի, որ հարցին մենակ մի կողմից նայեի։ Հա, հետդ շատ կարևոր խոսալու բան ունեմ, պապ։ Արմոյի ու օֆիսի թեմաներով է։ Ես բարձրանամ վերև, դու կգաս կխոսենք, հա։ Ես այս հարցում քո օգնության կարիքը շատ ունեմ, պապ։ Քոնն էլ տանեմ։ Ալո։ Հայկ, բարև։ Բարև, Նարե։
Ես գիտեմ, որ մենք իրավունք չունենք իրար զանգելու, բայց այն ինչի համար, որ ես քեզ զանգել եմ, երկուսիս է վերաբերվում։ Ինչ ա եղել։ Դու քեզ լավ ես, գում ամեն ինչ նորմալ է։ Հա, լավ ենք հանգիստ եղի։ Սոնան երեխու սերը իմանալու ծրարն է տվել, ու ես մտածեցի, տենց արդար չի լինի, որ ես մենակով իմանամ երեխու սերը։ Եթե ցանկություն ունես, կարանք ծրարը միասին բացենք։ Այսինքն հələ հարցնում ես ցանկություն ունեմ թե չէ։ Մի ժամից կգաս։ Գետի ափին։ Հա, մեր ամենաուրախ ու ամենատխուր իրադարձությունները հենց այդտեղ են եղել։ Կլինեմ։ Լավ։